Արդեն ամբողջ Ղարաբաղը ես նկատի ունեմ զինված ուժերը վերահացվել ռազմական գործողությունների գոտիների, այսինքն բրիգադաների, այսպես կատարվել են արդեն որոշ նշանակումներ։ Զինված տղաների արդեն 80% ընդունել են երթումներ եւ այդ process-ը շարունակվում է։ Ես համոզված եմ, որ հարցի այդ ձևական կողմը կլուծվի մոտավորապես 15-20 օր հետո, բայց պետք է պատկերացնեք, որ դա շատ դժվար process է, շատ մեծ process է, բանակ չի կարելի ստեղծել մի քանի օր, մի քանի ամսում, իսկ մեր պայմանները հաշվի առնելով, ասենք, որ պատերազմ էր գնում, կռվում էին կան տղաներ, որ արդեն 4 տարի զենք են գրում, եւ դժվար է այդպիսի տղաներին անմիջապես մտցնել այդ կարգապահության տակ, այդ կարգականոնի տակ, թեկուզ այստեղ ենթարկվելու չենթարկվելու հարցը չի։ Ասենք բանակ ասելով որոշ մարդիկ հասկանում են նաեւ զգաստ կանգնել, շարք կանգնել, շարքով գնալ, պատիվ տալ, այս հարցը, բայց ես համոզված եմ, որ ստեղծվելու է այդ բանակը, համոզված եմ, որ այդ բանակը լինելու է ամենայն դեպս հետևակի հմտություններով, եթե ոչ առավել, ապա հավասար այս մեր ժողովրդի մեր հետևակը փորձում է։ Շնորհակալություն։ Ներկված հողի բարիքները։ Սարգիս, վերջերս Արցախյան հեռուստատեսությունը ցուցադրել է ձեր մասնակցությամբ նկարահանված հրամանատարը եւ Հայաստանի վերջ ֆիլմերը։ Դուք եղել եք Արցախ ճակատի ազատագրական բանակի հրամանատար Վլադիմիր Բալայանի կողքին, ինչպիսին եք հիշում դուք նրան։ Գիտեք, ես կյանքումս չեմ ճանաչել այդպիսի անձնավորություն, ինչպիսին են եղել իմ համար Լեոնիդ Ասկալդյանը եւ Վլադիմիր Բալայանը։ Արցախ աշխարհում առաջին իսկ իմ ոտք դրած օրից 4 տարի արդեն, որ ես այստեղ եմ։ Ես առաջին անգամ Վլադիմիրին եմ ճանաչել, իրեն մորը, իրենց տանն են եղել արդեն 4 տարիներ առաջ։ Եվ ես տեսել եմ այդ անձնավորության մեջ շատ ավելի ժողովրդի հոգում, ինչքան մեծ ուժ էր ներկայացնում նրա նույնիսկ անունը, որ հերույ էր այդ վերին զորագում Մարտակերտի շրջանը, երբ լսում էին Վլադիմիրը գա, Վլադիմիրը գալիս է եւ այլն, ժողովուրդը հույսով էր ներշնչվում եւ այլն։ Նա գենթանի հերոս էր արդեն, իր գենթանի օրոք ապրող ժամանակ հերոս անձնավորություն էր։ Շատ քիչ մարդ կա աշխարհում եմ ասում, ոչ միայն մեր ազգի մեջ, որոնք կարող են իրենց գենթանի օրոք լեգենդ դառնալ։ Վլադիմիրը իր ապրած ժամանակ լեգենդ էր արդեն, սարսափ էր հարուցում թշնամուն, ռացիայով երբ մենք լսում էինք թուրքերին, որ լսում էին Վլադիմիրի անունը, արդեն սարսափի մեջ էին իրենք, եւ իր թաղման արարողության ընթացքին մեր փանագի հիմնադիր հրամանատար Լեոնիդ Ասկալդյանը նշել էր, նա զոհ է, ոչ նահատակ, ուրեմն մենք Վլադիմիր Բալայանին իբր նահատակ չենք ընդունում, նա իսկապես զոհ է, զոհաբերեց իր անձնավորությունը, իր ամեն ինչը այս հողի համար, Արցախ աշխարհի համար, մեր հայրենի հողի փրկության համար եւ ընկավ հերոսապար։ Ուրեմն իր զինագիծները, իր ընկերները, այսօր այստեղ փանագի հրամանատարներից ներկա եղող մեր ընկերները, մեր հրամանատարները շարունակում են նույն մաքրությամբ, նույն ազնվությամբ, նույն նվիրվածությամբ Արցախ աշխարհը բաղել, հող հայրենին բահել եւ այսօր ամեն մի քյուղացի, հատկապես Մարտակերտի շրջանի, որը գվերատարնա այդ իր հայրենի դունը, օջախը, որը քանդված է, ավերված, բան իմանալով որ
այսօր Վլադիմիրի Բալայան ընտանիքի շունչը այդտեղ գա, այդ շրջանում այդ մակրությունը շարունակվում է, հանցինս իր մորը այստեղ մեր տանտիկ Դարիգոնի եւ շատ ավելի հույսով են ներշնչված, որ մենք հասնելու ենք իսկապես խաղաղության եւ մշակելու ենք այդ հողերը եւ իդաբրենք դեր հազարամյակներ եւ երբեք չի պիտի լքենք այդ հողը։ Այս բոլորը, որ ես ասեցի, դա Վլադիմիրն է։ Փարերով չի կարելի Վլադիմիրին պատմել։ Մենք պիտի փորձենք չնայած մեզանից հետո ամեն սերունդին Տալինի Արցախ աշխարհում Հայաստանի իսպյուրս աշխարհի բոլորին պատմել։ Գիտեք, ես ընկերներ ունեմ այսօր Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ամերիկա, որոնք իրենց նորազին երեխաներուն անունը թրել են, մգրդել են Վլադիմիր անունով, այսօր արտասահմանում ծնված երեխաներուն, նույնիսկ հայացքի երեխաներուն անունները թրված է մեր հերոս հրամանատարի անունով։ Այդ մարդիկ, որոնք չեն տեսել Վլադիմիրին, չեն տեսել Արցախ աշխարհը, բայց այդ ուժը հասել է նույնիսկ այդտեղ, այդ ոգին, որը ներշնչել է Արցախ աշխարհի այս մեծ հրամանատարը, մեծ մարդը, որում փառքով եւ իրեն ցանոթ լինելու հբարդանքով ես պիտի մինչև իր կյանքիս վերջին ռոբեն, վերջին շունչը միշտ հիշելով եւ ամահասնելով իրեն հբարդությունը բադիվը։ Դա է Վլադիմիր Բալայանը իմ համար։ Սիրունանում եք, հա? Լավ է։ Все ему, в принципе, сказали уже. Глав кацек, хочак кацек. Хет воргак, ай, стех кманан, тук кагак, большими силами. Хет воргак. Чанапарын наек. Провулков, хетов, еще узумек. Асфальтов, вот так, потому что каран, веревец, кюверец, гарничный, и напатен хетов пахча. Երևում որ իրանք նոր են ստեղից փախ։ Նոր։ Կարող է կգան, գիտան որտեղ են մինեք, կբերեն, կդնեն, տեսել են որ տեխնիկա գնում է։ Դες լավ։ Ստուգեք չեն թող։ Չէ ունեք, Աղաբեկն համ մինյորա, համ զինվորա, համ զինագորда, ջարսանում է։ Мины, если будешь снимать, мины только волокушей, тросом, Я все. знаю. Никаких подходов, могут быть ловушки, не надо это такое. Один раз бывает, знаешь? Քանդվենք, համայման։ Պարոն գեներալ, շատ ուրախ եմ։ Աստված դա մի օր մուսալերում անտիվենք։ Անպայման։ Գիլիկյայում, հա։ Այո։ Իրա, հովակ, լեյտենանտը ստեղ է։ Եղավ, իմացանք, հա։ Ինչ ես անում, ուլ է բռը։ Դա մի ռոբը թողսան կերնեն նոր կուտուան։ Ոյ տնաշը, մենք ուչել են դես պահեմ աղա, դուր ես էտա։ Չեգավ մահարոկություն։ Իո, միոկով ուլ կալի դորն է։ Դի հարուտ ուլոտ։ Հարուտ։ Ապուշը general ասում է սանստան միլը գնացում։ Սկազանք մի հատ ավտոմատ չգնի, են ամենագեն ու ճարվեցին, սա է կողտակ։ Չեմ գտ։ Սա, Մոսկվա,
Իստիսու ռեյսը չէ, 25 կիլոմետր ոտով,